Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը Երևանը տոնեց 2807 ամյակը։ Խալբյան մեծությամբ Արգիշտի արքան կառուցեց այստեղ Բերդն այս հոյակապ և Էրեբունի անունով կոչեց իբարս համայն բյայնա երկրի իսասապ նրա բոլոր թշնամյաց։ Սիրում են քեզ Երևան։ Ասում են, թե Երևանը 29 տարով Հռոմից էլ մեծ է, բայց եթե շատ խորանանք և հիշենք, որ Երևանի տարածքում նաև Շենգավիթ հնավայրն է գտնվում, ուրեմն Երևանը 6000 տարուց ավել պատմություն ունի։ Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր խոսելու ենք այսօրվա Երևանի մասին, Երևանցու մասին և Երևանի իշխանությունների, և թե ինչու էր այդպես ավտոբուսի վրա ցկցկում Տիգրան Ավինյանը, երբ քաղաքը պատել էր գարշահոտը։ Նուբարաշենի աղբավայրը նորից վառվում էր։ Սիրելի երևանցիներ, մենք գտնվում ենք Նուբարաշենի աղբավայրում, որտեղ որ կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են։ Ավտոյի համարներով իմանում ենք ով ա մտնում, անունով իմանում ենք ով ա մտնում, ով։ Հենց այդ ռեժիմին էին գնում։ Ութ երեք եթե նայում եք պարզերում է, տակից չի ստխում։ Վրայի աղտնացած։ Այստեղ եմ ասում։ Այդ աղբավայրը հենց Տիգրան Ավինյանն էլ Կամո Արեյանի, այսինքն փոխքաղաքապետի խոսքերով ասում է, որ ավելի քան 70 կամ 75 տարվա խնդիր է Երևանի համար։ Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը։ Բայց ինչու այդքան տարիներ շարունակ այս խնդիրը չի լուծվում։ Հիմա էլ աղբը ավելի շատ է, քան թե այն ժամանակ, երբ նոր աղբավայրը ստեղծվում էր, որովհետև չկար պլաստիկ և ընդհանրապես այսպես գերբեռնված չէր մեր հնագույն Էրեբունի Երևանը։ Քաղաքը իհարկե տոնում էր ինչպես Հայաստանի բոլոր մարզերում հիմա տոնում են մրգերի փառատոնի, տոլմայի փառատոնի, մեղրի փառատոնի, գինու փառատոնի, հարիսայի փառատոնի, կորկոտի փառատոնի, փառատոններ է, որ մեզ մոտ կարծես ոչ պատերազմ է եղել, ոչ մենք այդքան հազարավոր զոհեր, եռաբլուրներ ունենք, ինչ են ուզում դրանով ասել այս իշխանությունները։ Մի քիչ պատմական հիշողություններ, թե ինչպես սկսվեց մեր քաղաքի տոնը տոնվել, երբ քաղաքը դեռ 2750 տարեկան էր, ես իդեպ տանը այդ տոնախմբությունից մի հուշանվեր ունեմ, ափսեի տեսքով, որ պատի վրա կարելի է փակցնել և գնալով, գալով այդ ափսեին դիտելով, հիշում եմ, թե ինչպես էին այն կազմակերպել և անցկացնում։ Հիշում եմ
Երևանը շատ գեղեցիկ զարդարում էին, պարադներ էին լինում եւ այդ ժամանակ ամբողջը թե ինչպես էր սկսվել, նույն Երևանի քաղաքապետարանի կայքում իդեպ կա եւ մի փոքր կարող եմ կարդալ, թե ինչպես էինք տոնում։ Էրեբունի Երևանի առաջին պաշտոնական տոնակատարությունը անցեկացվել 1968 թվականի հոկտեմբերին, նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ 1 շաբաթ, միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից, հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։ Գեղեցիկ միջոցառումներ էին ծաղկի տոնը, երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբը առաջին անգամ կատարեց Էրեբունի Երևան օրհներգը։ Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երևանի հիմնադրման թանգարանի բացումը Արին Բերդ բլրի ստորոտում, թանգարանին հարող փողոցը անվանակոչվեց Էրեբունի, բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր հուշարձան, տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց Երեբունի գորգը, 2750 ծառ տնկվեց Արին Բերդի ստորոտում եւ վերջապես հոբելյանական զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում, հանրահավաք, տոնահանդեսով, քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները, երգի ու ցնծության հանդեսները։ Ավանդական դարձած այս տոնը տարեցտարի դարձավ ավելի բազմաբնույթ, ավելի ժողովրդական, տոնահանդեսի արդեն ավանդական դարձած միջոցառումների կողքին Երևան եկան նորերը, բարեկամության տոն, նորապսակների տոն, բնակարանաբունտի տոն, պոեզիայի տոն, աշխատանքային փառքի տոն, պատանի երևանցու տոն, դիմակահանդեսներ, ժողովրդական զբոսանքներ, ազգային խաղեր, մարզական մրցումներ, ոսկե աշուն, ամենամյա տոնահանդեսներ եւ այլն։ Երևանցիներից շատերը վկաներն են այդ անմոռանալի տոնական օրերի եւ հանդիսությունների։ Փաստորեն սիրելի բարեկամներ, ես այդ տոնախմբությունների վառ ներկա կամ կենթանի, ինչպես ասում են, վկան եմ։ Հիշում եմ, երբ իմ մորաքրոջս աղջիկը դպրոցով, Թելմանի անվան դպրոցով պետք է մասնակցեին այդ տոնախմբություններից հրապարակի հատվածում եւ պետք է ընդհանուր վերևից, եթե ուրեմն ուղաթիռից կամ ինքնաթիռից այն ժամանակ դրոններ չկային, եթե վերևից տեսնեին, ապա իրենք հատուկ ինչ-որ նշաններ էին պահում, որը փոխելով դառնում էր Էրեբունի Երևան։ Շատ հետաքրքիր այդպես գունավոր թղթերով սարքած ու ես մասնակցում էի այդ փորձերին։ Շատ հետաքրքիր էր, հիշողություններիս մեջ կա, երբ մարդաշատ պարադներ էին լինում, այդ պարադների ժամանակ փոքր ես լինում, ավելի շատ վախենում ես հանկարծ չկորես։ Եվ հետաքրքիր է, որ այդ շատրվանները 2750-ամյակի մինչև հիմա Երևանի դեմքն են, այցեքարտն են եւ կոնկրետ իմ համար ամենասիրելի վայրերից մեկն են։ Ինչու ես սկսեցի հենց Էրեբունին եւ Շենգավիթը համեմատելով, որովհետեւ մենք նշում ենք հիմա մի տարիք, որը մենք գիտենք Էրեբունի թանգարանում էլ հիմա կա, պահվում է, այսպես ասած կադաստրի թուղթը, այսինքն քարի վրա սեպագրով գրված է, որ Արգիշտին
782 թվականին մեր թվարկությունից առաջ Վանի թագավորությունում հիմնել է այդ քաղաքը, իսկ Շենգավիթի պեղումները, որոնք աշխուժ չեն եղել ինչպես Էրեբունի ամրոցի տարածքում, Արինբերդի բլրի վրա, այնուամենայնիվ ասում են, որ մեր թվարկությունից 4-րդ հազարամյակի մոտավորապես իհարկե պատմություն ունի եւ Քուր Արաքսյան մշակույթն է ներկայացվում, սակայն ես Քուր Արաքսի հետ կապված հնագետների հետ, երբ իրենց հետ էլ պեղումների էի գնում եւ թերթի համար ինչ որ գրառումներ անում էի, նյութեր էի գրում, անդադ հարցնում էի ինչու է Քուր Արաքսյան, հիմա տեղանքով այդպես է, բայց այն մենք ունենք սեփական մեր հայկական անվանումները մեր հենց Արինբերդի հետ կապված, Էրեբունի կապված, այդ բոլորը ասում են Ուրարտական շրջան, իրականում դա Վանի թագավորությունն է, որը նաև Բիայնի էր անվանում, նաև Արատտա էր անվանվում եւ անընդհատ այդ սխալը, որ գնաց Ուրարտու նույնիսկ թեզ կար, որ Ուրարտուն կապ չունի հայկականության հետ եւ Հայաստանի հետ, դա հենց նաև լեզուն չիմանալու պատճառով էր, նաև Պյատրովսկու խնդիրներ, որ Էրեբունի ամրոցի Արինբերդի տարածքում պեղումներ էին անում ու չէին նշում, որ դա նույն Վանի թագավորությունն է։ Այսինքն միջազգային ասպարեզում այդ խնդիրը կա մինչև հիմա տարբեր ազգերի մոտ, նույնիսկ չեչենները կամ կովկասյան ցեղեր կան, որոնք ասում են, որ մենք ուրարտական ծագում ունենք, այնպես որ շատ հնարավոր է այս կողմից իհարկե Հայաստանի տարածքից, չէ որ նաև համաշխարհային պատմության մեջ բիբլիական Արարատի հետ կապված Նոյան տապանի եւ Նոյի իջեցման վայրը, Էջմիածինը, այդ ամենը ասում է, որ այստեղից կարար լիներ այո ցիվիլիզացիան տարածվեր եւ մարդիկ կարող են այո այս տարածքից եւս գնային եւ ուրիշ ցեղ կոչվեին։ Այդպես է ընդհանրապես մարդկության պատմությունը։ Հիմա դարեր շարունակ գոյատևել ենք, հազարամյակներ այստեղ հայերս ապրել ենք, դրա մասին իդեպ գենետիկներն էլ անընդհատ նշում են, կարող եք հարցնել ընկերների շրջանում կամ դուք գենետիկական անալիզ գայթակղվել եք, արել եք, շատ է չէ լինում, որ Ամերիկա ուղարկում ես, կարծեմ մոտ $100 արժի, ասում են, չէ, ես վերջը պետք է իմանամ իմ գենը որտեղից է գալիս, ապացուցվել է վաղուց, որ հայկական գենը իսկապես շատ ուժեղ գեն է եւ գոնե 80 կամ 90%-ը հայերը պահպանել են իրենց գենետիկան այս հենց բնիկ տարածքից։ Եթե Էրեբունիից նաև այսօրվա Հայաստանի տարածքի մասին խոսենք, ապա հնագույն նաև հնագիտական պեղումների շնորհիվ Կումայրի կամ այսօրվա Գյումրիի հետ կապված շատ վկայություններ կան, որ մենք հնագույն բնակիչներն ենք այս տարածքի։ Այս ասում եմ, որ թշնամիների նյութերը կարդալուց դուք վստահ լինեք, որ խեղվում է, ֆալսիֆիկացիա է արվում մեր պատմությունը ու թույլ չտանք ի վերջո, եթե մենք դա չանենք, ուրիշը մեր տեղը չի անի, ցավոք սրտի նորից պետք է կրկնեմ, այսօրվա իշխանությունները հակահայ են եւ բացառություն չի նաեւ այսօրվա Երևանի քաղաքային իշխանությունը։ Շատեր ասում են, ես Կամո Արեյանի մասին նշեմ փոխքաղաքապետի, որ մի քանի քաղաքապետ փոխել է, բայց մնացել է եւ Նուբարաշենի աղբավայրի հրդեհվելու այդ բաց կրակով վառվելու, որ ամբողջ քաղաքը թույնեց, հատկապես մոտ 2 օր մենք չէինք կարողանում դուրս գալ, մարդիկ բողոքում էին գլխացավից, սրտխառնոցից ու Կամո Արեյանի հետ Տիգրան Ավինյանը գնացել էր, այդ աղբավայրում դրել էին փակոց, շլագբաուն, այսպես իբրև թե նաև նշել էին դիտավորյալ է հրդեհվում, բայց այդ աղբավայրը ուզես թե չուզես ինքը անդադ վառվելու է, որովհետև առաջին հերթին այս իշխանությունները մյուս իշխանությունների նման ամեն ինչը միայն խոսք են տալիս, պետք էր աղբի վերամշակման գործարան, ոչ գնացած իշխանությունները դա արեցին, թեպետ տարիներ շարունակ սկսած սովետական միության փլուզումից հետո ես որպես լրագրող անընդմեջ լուսաբանել եմ այդ խնդիրը եւ Ճամպոնիայի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը եւ ով ասես ՄԱԿ-ը իր բնապահպանական ծրագրերով պատրաստակամ էին այստեղ գործարան սարքեին, նույնիսկ կար փորձնական
հիմնական գործարան աղբի վերամշակման, բայց ավելի շատ գազերի հետ կապված էլեկտրոէներգիա ստանալու եւ փորձնական սարքեցին Լուսակերտի թռչնաֆաբրիկայի հիման վրա, կարծեմ մինչեւ հիմա աշխատում է, իսկ Նուբարաշենին այդպես էլ չկպան։ Եթե մենք կենցաղային աղբը, այսինքն օրգանիկ ուտելիքը թափում ենք, դրանք սկսում են փտել, հատկապես մեր կլիմայական պայմաններում ու ամռանը, որ անտանելի շոկ է, այս ամառը բոլորը ասում են, որ ոչ մի ձևով նման չէր նախորդ ամառներին, քանի որ Երևանը, ես որպես երևանցի գիտեմ, քամիների քաղաք է եւ ըստ քամիների գծագրվում էր եւ Թամանյանի կողմից եւ մյուս ճարտարապետների եւ քաղաքային իշխանությունների, որպեսզի կարողանային ֆիլտրացիան կազմակերպեին եւ մաքուր օդ լիներ, բայց հիմա անկանոն շինարարությունը եւ այդ անկանոն շինարարությունը ցավոք սրտի պատերազմի օրերին սկսվեց եւ շինարարական բումը եւ Նուբարաշենի եւ ընդհանրապես աղբավայրերը այնպես են հիմա անդրադարձել, նաեւ քարի հանքերը, որոնք հենց Երևանում, հենց շինարարական հրապարակներում են կազմակերպվում, կամ մոտակա օրինակ դեպի Արզնի, Չայնի տարածքից փոշին քարի հանքերի գալիս է լցվում է Երևան, գումարած այդ աղբի հրդեհված նաեւ արտանետումներից լցվում է հատկապես կենտրոն, Չարբախ, երրորդ մասի հատված ու շնչել չի լինում, նորություն չի, բայց Տիգրան Ավինյանը, ինչպես մյուս իշխանությունները խոսք են տալի, որ այս կանեն, բայց չեն անում։ Տիգրան Ավինյանից առաջ նաև Հայկ Մարությանը ընդդիմադիր, հիմա դարձել է ընդդիմադիր եւ հավաքանում ընդդիմադիրների տեսքով ներկայացված են, ինչ որ խնդիրներ են ու առաջ քաշում, էլի նորից ասեցին, որ տեսակավորման հարցը կանեն, գիտեք, բազմաբնակարային շենքերում, եթե դուք երևանցի չեք, դրսից եք նայում, մենք սովետական շենքերում ունեինք խողովակատար, աղբի, դրանք զոդեցին, փակեցին, սվարկա արեցին, այսպես ասած, ու այդ շրջանը շատ դժվար անցան երևանցիները, որովհետև այսպես էլ դուրս ես գալի եւ աղբը թափում ես հենց քո հարկից, մուտքից, իսկ հիմա պետքա տանես մի փոքր ներքև բակում աղբամանների մեջ դնել։ Իդեպ սկզբից այդ աղբամաններից շատերը մեր կիզիչ, ուրեմն արևին շոքին չէին դիմանում, վառվում էին, բայց հիմա ինձ թվում է ուրիշ որակի են բերել եւ մի փոքր հատվածներ էլ կա, որ տեսակավորված աղբ կարելի է դնել, ապակի, պլաստիկ կամ թղթի, բայց ընդհանուր այդպես էլ հարցը չլուծվեց, որ տեսակավորեն, ինչպես օրինակ նույն Ճապոնիան, զարգացած երկրները, որոնք այդ աղբի հարցը շատ լուրջ են դրել եւ գումար, փող են ստանում։ Հիմա երբ կլուծվի դա եւ ինչքան կարելի է լապշա մեր ականջներին կախել, կանենք, ասեք, անենք ու ասում ենք չեն անում, դա ոնց որ մեմ ստացված լինի, կամ այսօր խոսում էի, զրուցակիցս հիշեցրեց Ոչիլի անեկդոտը, ինչ խոսում ենք, այս Տիգրան Ավինյանը եւ այս իշխանությունները անդադ մի Ոչիլի պատմություն գիտեն ու անդադ այդ Ոչիլի մասին են պատմում։ Գիտեք, լրագրությունը հատկապես թույլ չի տալի անոնսով ինչ որ մի բան ասել, որովհետև փորձը ցույց տվեց, որ գնում ես ասուլիսին, ներկայանում ես կամ որևիցե իրենց խոստացած բանը ներկայացնում ես, դա չի լինում եւ մարդիկ նույնիսկ մոռանում են թե ինչ են խոստացել։ Հիմա այս պայմաններում մենք տոնախմբում ենք մեր հնագույն Երևանի տոնը։ Ես որպես երևանցի ինչի վրա ուրախանամ։ Այ ասում են երեխաների համար այնպես սպորտային ինչ որ մրցույթ արեցին, թանգարաններ տարան եւ այն ամեն ինչը Երևան քաղաքի ուրեմն կայքում կա, կամ Facebook-յան էջում կա, կամ Տիգրան Ավինյանն է դնում եւ էջեր կան, որ իշխանությանը անդադ PR են անում, գովազդում են, ամեն ինչը այնպես են ներկայացնում, որ վարդագույն ակնոցներով կարծես դիտես, կարծես ոչինչ չկա եւ հիշում ես, որ Երևանում երբևիցե իրականում այսքան անտուն
չկար, այդքան գումար փող մուրացիկ չկար, վաղուց չկար, հիմա նորից կա, հիմա նորից գնչուներ կան, ցիգաններ կամ ասած, որոնք մեկ Մոլդովայից են գալի, մեկ Վրաստանի կողմից են գալի, դա թշվառության մասին է ասում, մեկ, երկրորդը այսքան պարեկներ, որ կան ու այդ իրավիճակում դու տեսնում ես միայն, երբ ինչ որ ցույց է լինում կամ ցրել է պետք, այդ ժամանակ են այսպես կոչված իրավապահները երևում, մենք այդ ժամանակ ենք իրենց տեսնում, իսկ երբ որ պետք է ու սպանություններ ես լսում, այս թաղամասում են կռիվ, այս տեղ են եկեղեցի են մտնում, դանակահարություններ, մի խոսքով ընդհանուր իրավիճակը, եթե նայենք եւ այդ քեֆը ու ուզում ես անընդհատ կրկնել, լավ, ինչի վրա եք ուրախանում, ինչի վրա եք դուք այս ամենը ցուցադրում, հասկանալի է, դեպի ընտրություններ են գնում, բայց այսքան սուտ, լավ, ասենք ընտրություններին, այդ ձեր զբոսաշրջիկներն են, հա, ձեզ քվետալու։ Սիրում են քեզ Երևան։ Չնայած ամեն բան կանեն ընտրություններին, որ նորից անցնեն ընտրություններում, նույնիսկ հաշվի չառնեն մարդկանց կարծիքը, իսկ մարդկանց կարծիքը սովորական հարցումներով, չեմ ասում, սոցհարցումներ են եւ այլ է, արել բացահայտ եւ քողարկված դժգոհությունները շատ է, որովհետեւ ասում եմ, առաջին հերթին դա ոնց որ ռումբ լինի կամ ատոմային պայթյուն դեպ այդ հրդեհը եւս շատ նման էր, երբ որ Նուբարաշենում վառվում էր, իսկ ադրբեջանցիները դրա վրա էլ մեմ էին սարքել, իբրև թե Ադրբեջանում հրաբուխ է ժայթել, իրականում Արցախի տարածքում էլ ինչ որ կամ ռեզին էին վառում կամ ինչ որ մի բան էր վառվում արհեստական, այդպեսի ծուխը նկարել էին, հետնել միքս էին արել, հիմա արհեստական բանականությունով ու այդպես չգիտես որտեղ ճիշտ, որտեղ սխալ, հա, սարքել էին իբրև թե հրաբուխ է, բայց հրաբուխ այդ տարածքներում չի կարող լինել, մեր տարածքում միակ հրաբուխը քնած Արարատի հրաբուխն է, կարելի է ասել, մնացած հրաբուխները քնած ու քնած են, վաղուց ձևավորված է, չնայած սեյսմիկ գոտում են գտնվում, ահա այս ամեններ, որ ուզում էի մենք խոսեինք Երևան քաղաքի տոնակատարության համար ու ներկայացնել, որ այն ինչ որ դուք տեսնում եք, եթե Երևանում չեք ապրում, եթե ակտիվ չեք օգտվում խնդիրներին, չեք առնչվում, որ Երևանում վաղուց հին թաղամասերում, հին շենքերում, սովետական շրջանի շենքերում խնդիր է ջուրը, գիշերները օրինակ ջուր չեն տալիս, որովհետև շատ նոր շենքեր կան, անհարմարություններ են, խցանումներն են, տրանսպորտը շատ թանկացել է, սովորական ավտոբուս, տրոլեյբուս կամ մետրոն դարձել է 150 դրամ մեկ կտորով, 100 դրամ էր, 50 դրամանոց նույնիսկ տրոլեյբուսը դարձել է ոչ թե 100 դրամ, այլ 150 դրամ, նույնը մետրոյի մասին կարող եմ ասեմ, էլ չեմ ասում տաքսի ծառայությունների համար, որ կարող ես մինիմալը վճարես մինչև 2000 դրամ եւ ավելի, դա ոչ մի կոմֆորտ չի տալիս եւ Երևանը բացի այն որ վատագույն օդով է, հնագույն քաղաքը, ամենավատ օդը ունի եւ միջազգային լրատվությունը դրա մասին աղաղակում է ու այդ ամենի ֆոնին մենք տեսնում ենք Տիգրան Ավինյանը, ինչ որ ռոք խմբում, այսպես ջահելական, կայֆեր են բռնում, այս երգեք, այն երգեք, Երևան Էրեբունի, հա իդեպ նոր ոչինչ չկա արված, այն ինչ որ կար սովետական շրջանում ստեղծված, նոր ոչ մի սիրով լցված երգ, կամ սիրով այդ արտահայտիչ երգիչներ չկային։ Այ ես այսպես ընկալեցի եւ ես ցավոք սրտի երևանցի լինելով այլևս անընդհատ ասում եմ ինձ կոմֆորտ չի, որովհետեւ իմ հարևանները, հին երևանցիները այլևս այս քաղաքում եթե չեն արտագաղթել երկրից, չեն ապրում, օրինակ մենք կողքերքը աճառել են կամ կողքի Կոտայքի մարզ են գնացել կամ Արագածոտնի մարզ են գնացել առաջին հերթին այդ օդի աղտոտվածության Իսկ ում համար են այդ շոուները անում, ես իսկապես չգիտեմ,
նույնիսկ եթե այդ շոուները PR-ի համար են անում, շատ անհեռատես ու կներեք արտահայտությանս համար, բայց հիմարավարի է ստացվում, չեմ ասում անպարկեշտ, որովհետև այս կառավարությունը իմ համար անպարկեշտ է, անհայրենիք է, մարդիկ բաց դեմքով, կոխելով հողի տակ հազարավոր տղաներ, մի ամբողջ սերունդ, իրենք չեն ամաչում, դուրս են գալի ու PR-վում են, ինչ ա եղել, որ քաղաքը էս ենք անում, իրականում նույնիսկ չեն կարողանում այդ թշվառությունը պահել, նույնիսկ այդ տարածքում, որտեղ նկարահանումներ են գնում այդ Տիգրան Ավինյանի PR-վելու կամ ինչ, նույն աղբանոցը, դա ասում եմ, ռումբ է իրենց համար եւ անդադ պայթելու է, եւ ինչքան էլ նրանք ասեն դիտավորյալ են հրդեհ է, դիտավորյալ են վառ է, ԱԱԾ են կանչում եւ այլն, դա միևնույն է անդադ վառվելու է, որովհետեւ կենցաղային եւ օրգանական այդ ուտելիքների մնացորդը եւ այդ փրտում է, գազեր է արտադրվում եւ հենց դա էլ հրդեհվում է, ել չեմ ասում պլաստիկի մասին։ Այսքանը կհանդիպենք